Պոլիէթիլենից տոպրակների տարածման դեմ Հայաստանը պայքարում է արդեն տևական ժամանակ, հիմնականում անարդյունք։ Ինչու՞։ Որովհետև տոպրակների հաստությունն ու վճարովի լինելը որևէ կերպ չնվազեցրեց դրա սպառումը։ Հակառակը, հիմա մարդիկ գնում են այդ նույն հաստ պատերով տոպրակներն ու հետևաբար ավելի աղտոտում շրջակա միջավայրը։ Այնպես որ կառավարությունը ստիպված է շարունակել բարեփոխումը։ 2027-ից արգելվելու է պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վաճառքն ընդհանրապես։ Առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, մանրածախ առևտուր իրականացնելիս բացառությամբ կրշափաթեթավորման եւ երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի։ Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վրա, սա փաստացի գործող կարգավորումով։ Կառավարության ներկայացուցիչները հույս ունեն, որ արգելքից հետո մարդիկ կօգտվեն թղթե կամ կտորե տոպրակներից, որոնք էկոլոգիապես մաքուր են եւ կլուծեն բազմաթիվ խնդիրներ, որոնք ներկայում առկա են շրջակա միջավայրի մաքրման ոլորտում։ Շատ կարևոր է գործածության մեջ մտցնել բազմակի օգտագործման ինչ-որ ալտերնատիվ, որովհետև թղթի մեկ անգամյա օգտագործման թղթի տոպրակը դեռ խնդրահարույց է։ Մասնագետները վստահ են, որ այս փոփոխությունը կզարգացնի Հայաստանում արտադրության մի շարք ճյուղեր, նույնիսկ առանց պետության միջամտության։ Պարզապես արտադրողները միանգամից կֆիքսեն պահանջարկը եւ արագ կարձագանք են դրան, ինչպես օրինակ եղավ COVID-ի ժամանակ դիմակների արտադրության ոլորտում։ Պատկերացրեք, դուք մտնում եք սուպերմարկետ, առևտուրը արել եք եւ 5 տոպրակի առևտուր եք արել, բայց ձեզ ոչ մեկ բան չի առաջարկում։ Այդ սուպերմարկետը ինքը առաջինն է մտածելու, թե ձեզ ինչ անդրանք առաջարկ 26 դեկտեմբերի դրությամբ։ Մենք ունենալու ենք գոնե թե 5-6 արտադրողներ, ովքեր որ միջին մասշտաբի ինչ որ արտադրություն են դնելու, արդեն այլընտրանքային։ Թե այդ ինչ այլընտրանք կլինի։ Այդ էլ է իրանց գործը։ Լուծումներից մեկը համարվում է բիոպլաստիկի արտադրությունը։ Դա պլաստիկի տեսակ է, որն արտադրվում է Օսլոյից, էկոլոգիապես մաքուր է եւ փչանում է մի քանի ամսում հողում հայտնվելուց հետո։ Կենսաքայքայվող պլաստիկը ռեալ է եւ միակ դրա խնդիրը նրանում է, որ իրականում ինքը ավելի թանկ է, քան սովորական պոլիէթիլենային տոպրակ։ Իր ինքնարժեքը թանկանում է եւ դա մի տեսակ արդեն կա դրան նորմալ վերաբերել։ Ցանկացած բան, որ վնասակար է, որպես կանոն ավելի էժան է։ Հայաստանում նախկինում քայքայվող պլաստիկի արտադրության փորձ եղել է, որպես հումք օգտագործվել է գետնախնձորը, որն աճում է ցանկացած տիպի հողում եւ չի պահանջում խնամք։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։